Արդյոք ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծվում է մի կառույց, որը ՄԱԿ-ի մրցակիցը կամ փոխարինողը կդառնա, եւ Հայաստանն էլ դրա հիմնադիրների թվում է։ Այդպես մտածելու հիմքեր կան, Նիկոլ Փաշինյանը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջխաղացմանը, նշել է Բաղդասարյանը։ Թրամփը հրավերի նամակներ է ուղարկել մի շարք երկրների ղեկավարներին, այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի, Ուզբեկստանի։ Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է. «Սա ամենամեծ եւ ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ հավաքվել է ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ»։ Հիշեցնեմ, որ Թրամփը հունվարի 16-ին էր հայտարարել խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին։ Հրավիրյալների մասին տեղեկությունները սկսեցին հայտնվել ավելի ուշ։ Նոր կառույցը կարող է դառնալ միջազգային կազմակերպություն, որը հավակնում է մրցակցել ՄԱԿ-ի հետ։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Թրամփի խաղաղության խորհուրդը $1 միլիարդ մուտքավճարով եւ վետոյի իրավունքով։ Ոչ ատելությանը, ոչ վախին Թրամփի պաշտոնավարման տարեդարձը նշվում է բողոքի ալիքով։ Արդյոք ԱՄՆ-ն կես տարվա ընթացքում երկրորդ շաթդաունին կգնա։ Թրամփը կամ զուգավորվում է, կամ հոշոտում, ինչ է ակնարկում Կալիֆոռնիայի նահանգապետը։ Wall Street-ը սուզվում է, ովքեր են ամենաշատը տուժել մաքսատուրքերի նորաճից։ Ձմեռը ռեկորդային ծախսեր է խոստանում, որքան գումար կծախսեն ամերիկացիները վրա հասած ցրտերի ու Թրամփի չիրականացած խոստումների պատճառով։ Վենսը պատրաստվում է անձնական ռեկորդի, ինչով կտարբերվի նա նախորդ բոլոր փոխնախագահներից։ Նավթային որսը, վենեսուելական 7-րդ տանկերն է հայտնվել ԱՄՆ-ի ձեռքում։ Կալիֆոռնիայում 350 ֆունտ մետամֆետամին եւ զենքի պահեստ է հայտնաբերվել, կան մանրամասներ։ Գնաց 1 շաբաթով, մնաց 9 ամիս։ Տիեզերքի ամենահամբերատար կինը թոշակի է անցնում։ 10 տարի անց նոր զելանդական դուետը կրկին Լոս Անջելեսում է։ Այսօրվա վիճակագրական թվերը հետաքրքիր կլինեն հատկապես մարզասերներին։ Ինչ մարզաձևեր են նախընտրում ամերիկացիները, որ նահանգում հատկապես որ մարզաձևն է առավել տարածված։ Չեք հավատա, բայց հայերն այս հարցում էլ եղանակ են փոխում։ Հանդիպման երկրորդ հատվածում նաև այս մասին ենք խոսելու, այնպես որ բաց չթողնենք։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, դա լիովին անվճար է եւ ձեզանից կխլի ընդամենը 1 վայրկյան։ Ի դեպ չմոռանաք գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ օրվա թեմաներին։ Եվ այսպես, Թրամփը հայտարարել է խաղաղության խորհրդի ստեղծման մասին, որը պետք է ստանձնի Գազայի հատվածի եւ այլ թեժ գոտիների կառավարումը։ Նա դժգոհել է ՄԱԿ-ի անգործությունից, շեշտելով, որ իր ավարտած բազմաթիվ պատերազմներում եւ ոչ մեկում ՄԱԿ-ը լիարժեք օգնություն չի ցուցաբերել։ Նշեմ նաև, որ նոր մարմինը նպատակ ունի վերականգնել օրինական կառավարումն ու կայունությունը աշխարհի բոլոր թեժ կետերում։ Նոր կազմակերպության կանոնադրությունը ենթադրում է Թրամփի բացարձակ գերիշխանությունն ու յուրօրինակ ֆինանսական պայմանները։ Հրավիրված երկրներից կարող է պահանջվել $1 միլիարդ նվիրատվություն անդամակցությունը 3 տարի անց վերանայելուց խուսափելու համար։ Թրամփը կունենա վետոյի անսահմանափակ իրավունք ցանկացած որոշման վրա։ Ես կցանկանայի, որ մենք խաղաղության խորհրդի կարիք չունենայինք, հավելել է նա։ Մի շարք առաջնորդներ արդեն ընդունել են հրավերը, սակայն եվրոպական դաշնակիցները վարանում են։ Ֆրանսիայի նախագահը մտահոգված է ՄԱԿ-ի դերի նվազեցմամբ, ինչին ի պատասխան Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների եւ շամպայների վրա։ Իսրայելի վարչապետը վերապահումներ ունի։ Ռուսաստանն ու Ուկրաինան նույնպես ստացել են հրավերներ եւ այժմ ուսումնասիրում են պայմանները։ Պաշտոնավարման 1 տարին լրանալու կապակցությամբ Թրամփը Սպիտակ տանը խոստովանել է, որ ներգաղթի դեմ պայքարում իրավապահները երբեմն սխալներ են թույլ տալիս։ Անդրադառնալով Մինեապոլիսում Ռենե Գուդի մահվան ողբերգական դեպքին, նա նշել է, այսը երբեմն չափազանց կոպիտ է վարվում, բայց նրանք գործ ունեն կոպիտ մարդկանց հետ։
Թրամփն իր վրդովմունքն է հայտնել PR թիմի աշխատանքից, նշելով, որ իր տնտեսական ձեռքբերումները պատշաճ չեն լուսաբանվում։ Միգուցե ես վատ հասարակայնության հետ կապերի մասնագետներ ունեմ, ասել է նա իր մամուլի քարտուղարի ամբիոնից։ Արտաքին քաղաքականության հարցում նախագահը դժգոհել է Նոբելյան մրցանակ չստանալուց, պնդելով, որ փրկել է տասնյակ միլիոնավոր կյանքեր։ Նա սխալմամբ մեղադրել է Նորվեգիայի կառավարությանը մրցանակը իրեն չտալու համար։ ԱՄՆ նախագահը նաև կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հավատարմությունը։ Նա նշել է, որ թեև Վաշինգտոնը պատրաստ է օգնել նրանց, սակայն վստահ չէ, արդյոք նրանք կգան իրեն օգնության վտանգի պահին, թե մենակ կթողնեն։ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման 1 տարի լրանալու օրը հազարավոր ամերիկացի աշխատավորներ և ուսանողներ դուրս են եկել փողոց, բողոքելով ներգաղթի խիստ քաղաքականության դեմ։ Ցույցերի ալիքը բարձրացել է հատկապես Մինեապոլիսում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո։ Վաշինգտոնից մինչև հյուսիսային Քարոլինա մարդիկ վանկարկել էին ոչ ICE-ին, ոչ Triple K-ին, ոչ ֆաշիստական ԱՄՆ-ին։ Ցուցարարները դատապարտում են ներգաղթյալների կալանավորման ճամբարների գոյությունը, հատկապես Թեքսասի Էլ Պասո քաղաքում, որտեղ վերջին 6 շաբաթվա ընթացքում 3 կալանավոր է մահացել։ Այս գործողությունները համակարգվում են Indivisible և 50,501 իրավապաշտպան խմբերի ու բազմաթիվ աշխատանքային միությունների կողմից։ Հակառակ լայնածավալ դժգոհությանը Թրամփի վարչակազմը պնդում է, որ ունի ընտրողների մանդատը միլիոնավոր անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար։ Իրականում վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը բացասաբար է վերաբերվում ICE-ին և այլ դաշնային գործակալությունների կողմից բիրտ ուժի կիրառմանը։ Ցույցերը նախատեսված է շարունակել նաև երկրի արևմտյան հատվածում, Սան Ֆրանցիսկոյում և Սիեթլում։ Լոս Անջելեսում ևս բազմամարդ բողոքի ցույցեր են բռնկվել ընդդեմ նախագահ Թրամփի վարչակազմի իրականացրած դաշնային ներգաղթային գործողություններին։ Այս ակցիան համազգային ազատ Ամերիկա քայլերթի մի մասն էր, որը նպատակ ուներ թիրախավորել նախագահին և նրա դաշնակիցներին։ Ցույցը սկզբում կենտրոնացած էր Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ հավաքվել էին հարյուրավոր դժգոհ քաղաքացիներ։ Այնուհետև նրանք շարժվել են դեպի Սփրինգ Սթրիթ և հարակից այլ ճանապարհներ, զգալիորեն խաթարելով երթևեկությունը։ Սա Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ ուղղված հերթական լայնածավալ միջոցառումն էր Կալիֆոռնիայում, որտեղ ներգաղթային հարցերը մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում։ Ցուցարարները խոստանում են շարունակել իրենց պայքարը փողոցներում, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել։ Իշխանությունները հորդորում են բնակիչներին զգոն լինել և խուսափել կենտրոնական փողոցներից, քանի դեռ բազմությունը շարունակում է մնալ Լոս Անջելեսի փողոցներում։ Կես տարվա ընթացքում ԱՄՆ-ում կարող է երկրորդ շատդաունը լինել։ Վերջնաժամկետը հունվարի 30-ն է։ Շատդաունից խուսափելու համար Կոնգրեսի բանակցողները հրապարակել են 1059 էջանոց ֆինանսավորման հսկա նախագիծ։ Գլխավոր կռվախնձորը ICE ֆինանսավորման հարցն է։ Լոս Անջելեսի շրջանները ներառող տարածքից ընտրված և Կալիֆոռնիան ներկայացնող Թեդ Լյուն հստակ նախազգուշացրել է. «Եթե բարեփոխումներ չլինեն, ես դեմ եմ քվեարկելու»։ Ռոքանան իր հերթին նախագիծն անվանել է կապիտուլյացիա Թրամփի անօրինականության առաջ։ Դեմոկրատները պահանջում են, որ գործակալները կրեն նույնականացման նշաններ և արգելվի դիմակների կիրառումը հատուկ գործողությունների ժամանակ։ Նոր նախագծով ICE բյուջեն կմնա 10 միլիարդ։ Չնայած Թրամփի մեծ ու գեղեցիկ օրինագծով գործակալությունն արդեն ստացել է հավելյալ 75 միլիարդ դոլար։ Փաստաթուղթը նախատեսում է կրճատել կալանավորման մահճակալների թիվը 5500-ով և 115 միլիոնով նվազեցնել արտաքսման բյուջեն, փորձելով զսպել գործակալությանը։ Սենատում իրավիճակն ավելի լարված է, քանի որ նախագծի անցկացման համար անհրաժեշտ է 60 ձայն։ Այս պահին Թրամփը դա չունի։ Դավոսի տնտեսական համաժողովում եվրոպացի առաջնորդները քննարկում են Գրենլանդիայի շուրջ ստեղծված ճգնաժամն ու Թրամփի սահմանած նոր սակագները։ Էմանուել Մակրոնը զգուշացրել է նոր գաղութային մոտեցման մասին։ Նրա խոսքով ԱՄՆ սակագների կիրառումը բացահայտ նպատակ ունի թուլացնել և ստորադասել Եվրոպան։ Wake up. Where the hell has everybody been? Stop with this bull
diplomacy. Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը առավել կոշտ է արտահայտվել մեղադրելով առաջնորդներին անողնաշարության մեջ։ Նա Թրամփին համեմատել է գիշատիչ դինոզավրի հետ։ Դոնալդ Թրամփի հետ դիվանագիտություն, նա տիրանոզավր է, կամ զուգավորվում ես նրա հետ, կամ նա հոշոտում է քեզ։ Նահանգապետը հորդորել է եվրոպացիներին վերջապես արթնանալ։ Կանադայի վարչապետը շեշտել է միջին տերությունների համախմբման կարևորությունը, նրա կարծիքով առանց միասնության երկրները կհայտնվեն ծանր կացության մեջ։ Եթե մենք սեղանի շուրջ չենք, ուրեմն ճաշացանկի մեջ ենք։ Թրամփը հերթական դիվանագիտական սկանդալն է հրահրել, հրապարակելով հատվածներ իր եւ Ֆրանսիայի նախագահի անձնական հաղորդագրություններից։ Ես չեմ հասկանում, թե ինչ եք դուք անում Գրենլանդիան, գրել էր Մակրոնը։ Թրամփը պնդում է, որ կղզին զավթելու հարցում նահանջի ուղի չկա եւ պատրաստվում է Դավոսում քննարկել այդ թեման տարբեր կողմերի հետ։ Բացի Մակրոնից, ԱՄՆ նախագահը հրապարակել է նաև ՆԱՏՕ-ի ղեկավարի ջերմնամակը, որտեղ վերջինս նրան դիմում է «Սիրելի Դոնալդ»։ Թրամփը տարածել է նաև արհեստական բանականությամբ ստեղծված նկարներ, որտեղ ԱՄՆ դրոշը ծածանվում է Գրենլանդիայի եւ Կանադայի վրա։ Կանադայի վարչապետը նախազգուշացրել է, որ աշխարհը ոչ թե անցումային փուլում է, այլ խզման մեջ։ Մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարարը հորդորել է գործընկերներին խորը շունչ քաշել եւ թույլ տալ, որ իրավիճակը հանդարտվի։ Նա վստահեցրել է, որ Վաշինգտոնի եւ Եվրոպայի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, չնայած առկա լարվածությանը։ Սկանդալային հայտարարությունների հետևանքներն արդեն զգացվում են ֆինանսական շուկաներում։ Wall Street-ում բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվել են այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է նոր սակագներ սահմանել եվրոպական 8 երկրների դեմ։ S&P 500-ը կորցրել է 143 կետ, գրանցելով ամենամեծ անկումը հոկտեմբերից ի վեր։ Nvidia-ն եւ Apple-ը կրել են ամենածանր կորուստները, մինչդեռ ոսկու եւ արծաթի գները որպես ապահով հանգրվաններ զգալիորեն աճել են։ Վերլուծաբանները նշում են, որ սակագների սպառնալիքը ակնհայտորեն կախված է համաժողովի վրա, բայց լարվածությունը ժամանակի հետ հավանաբար կմարի։ Ներդրողները մտահոգված են, որ նոր սակագները կարող են վերսկսել գնաճը, լրացուցիչ խնդիրներ ստեղծելով դաշնային պահուստային համակարգի զգույշ քաղաքականության համար։ Չնայած վերլուծաբանները կարծում են, որ նախագահի հայտարարությունները իրականում վտանգավոր չեն, անորոշությունը ստիպում է ներդրողներին զգուշանալ։ Բիթքոյնի գինը նվազել է մինչև $80700, իսկ 3M ընկերության բաժնետոմսերը իջել են 7%-ով։ Կորուստները կարող են լինել ավելի մեծ, ծախսերը ավելի շատ։ Ամերիկայի մեծ մասը պատրաստվում է հզոր ձմեռային փոթորկին, որն իր հետ բերելու է վտանգավոր ցուրտ, սառցե անձրև եւ առատ ձյուն։ Այս սպասումների ֆոնին բնական գազի գները կտրուկ աճել են մոտ 25%-ով։ Փորձագետները նախազգուշացնում են, որ գնաճը լրջորեն կհարվածի քաղաքացիների գրպանին։ Վերլուծաբան Թոմ Կլոզան նշել է, սաստիկ ցուրտը կարտահայտվի փետրվարին ստացվող բնական գազի շատ թանկ հաշիվների տեսքով։ Կանխատեսումների համաձայն միջին վիճակագրական տնային տնտեսությունը միայն ջեռուցման համար այս ձմեռ կծախսի շուրջ $1000։ Թրամփը քարոզարշավի ժամանակ խոստացել էր կիսով չափ կրճատել էներգիայի գները, սակայն շուկայական իրողություններն այլ պատկեր են գծում։ Գների նշանակալի նվազումը սպասվում է միայն 2026-ին, իսկ արդեն 2027-ին դրանք կրկին կարող են բարձրանալ, ստեղծելով նոր դժվարություններ։ Գների թռիչքն անհանգստացնում է նաև բիզնեսին, որը կարող է ստիպված լինել անցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների։ Ընտանեկան ջերմություն ընդդեմ աննախադեպ սառնամանիքներին Վենսը գտել է փրկության բանաձևը։ Վենսերը պաշտոնապես հայտնել են, որ սպասում են իրենց 4-րդ երեխային։ Սա բացառիկ իրադարձություն է, քանի որ Վենսը կդառնա ԱՄՆ առաջին գործող փոխնախագահը, ով երեխա կունենա պաշտոնավարման ընթացքում։ Մենք շատ ուրախ ենք հայտնել այս նորությունը, որ ուշ անհղի է մեր 4-րդ երեխայով, տղայով, նշել է զույգը սոցիալական ցանցերում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Նորածինը լույս աշխարհ կգա հուլիսի վերջին։ Մենք հատկապես շնորհակալ ենք ռազմական բժիշկներին եւ անձնակազմին, որպեսզի կարողանանք ծառայել երկրին, միաժամանակ վայելելով հրաշալի կյանքը մեր երեխաների հետ, շեշտել է փոխնախագահը։ Վենսերի 5-ամյա որդին արդեն իսկ հաճույքով վայելում է հանրային ուշադրության կենտրոնում լինելու
ապահովելու աստղային կարգավիճակը։ Նա սիրում է այն փաստը, որ ուր էլ գնա, մարդիկ իրեն շատ առանձնահատուկ են վերաբերվում եւ միշտ կոնֆետ կամ թխվածքաբլիթ են տալիս, հումորով նշել է հայրը։ Ի հակադրություն նրան, զույգի 8-ամյա որդին նախընտրում է հնարավորինս հեռու մնալ տեսախցիկներից եւ պահպանել իր անձնական տարածքը։ ԱՄՆ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել վենեսուելական նավթի հետ կապ ունեցող արդեն 7-րդ տանկերը։ Սջիդա անվանումը կրող նավը բռնագրավվել է Կարիբյան նավազանում։ ԱՄՆ հարավային հրամանատարությունը նշել է, որ գործողությունն իրականացվել է առանց միջադեպերի։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող այս տանկերը պատկանում են հոնկոնգյան մի ընկերության եւ վերջին անգամ տեսադաշտում էր հայտնվել ամիսներ առաջ։ Այն նախկինում արդեն հայտնվել էր պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապված։ Զինվորականները շեշտում են իրենց պատրաստակամությունը ապահովելու, որ Վենեսուելայից դուրս եկող միակ նավթը լինելու է այն նավթը, որը համակարգված է պատշաճ եւ օրինական կերպով։ Մադուրոյի հեռացումից հետո Թրամփը հայտարարել է Վենեսուելայի քայքայված տնտեսությունը վերականգնելու մտադրության մասին։ Նա արդեն հանդիպել է նավթային ոլորտի ղեկավարների հետ քննարկելու $100 միլիարդ ներդրման հնարավորությունը արդյունաբերությունը վերազինելու համար։ Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն տիրացել է 50 միլիոն բարել նավթի։ Մեկ այլ հարևանից ոչ պակաս արժեքավոր նվերներ են ստացել ամերիկացիները։ Հարավային Կալիֆոռնիայում իրավապահները հայտնաբերել են մետամֆետամինի հսկայական խմբաքանակ եւ ապօրինի զենքեր։ Վենտուրա շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է մեքսիկական նարկոկարտելների հետ կապ ունեցող կազմակերպության չեզոքացման մասին։ Ըստ պաշտոնական տվյալների, Մորենո Վալիի բնակիչը օգտագործել է իր տունը որպես ապահով վայր թմրանյութերը Մեքսիկայի սահմանից տեղափոխելու եւ հարավային Կալիֆոռնիայում տարածելու համար։ Խուզարկության ժամանակ տանը հայտնաբերվել է մոտ 350 ֆունտ մետամֆետամին, 5 հրացան, 2 ատրճանակ եւ կանխիկ դրամ։ Իրավապահները շեշտում են, որ հենց այս վայրում են պահվել, փաթեթավորվել եւ առաքվել թմրամիջոցների մեծ խմբաքանակները։ Տանտիրոջը առաջադրվել է ծանր մեղադրանքներ, այդ թվում վաճառքի նպատակով թմրամիջոցների պահպանում եւ զինված լինելու հանգամանքը։ Քննությունը շարունակվում է պարզելու այլ հնարավոր հանցակիցների ինքնությունը։ Հակառակ մեղադրանքների լրջության նա ազատ է արձակվել դատավարության նախնական փուլում։ ՆԱՍԱ-ն հայտարարել է լեգենդար տիեզերագնաց Սունի Ուիլյամսի թոշակի անցնելու մասին 27 տարվա փայլուն կարիերայից հետո։ Նա հայտնի դարձավ իր վերջին առաքելությամբ, երբ Boeing Starliner-ի տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված եղավ տիեզերքում մնալ 9 ամիս, նախատեսված 1 շաբաթվա փոխարեն։ 2024 թվականի հունիսին մեկնարկած փորձնական թռիչքը վերածվեց 286 օրյա երկարսպասման։ Կապսուլայի շարժիչների հետ կապված խնդիրների պատճառով Սունին եւ նրա գործընկեր Բաչ Վիլմորը երկիր վերադարձան միայն 2025-ի մարտին SpaceX Dragon-ի միջոցով։ Սա ոլորապտույտ ճանապարհ է, երբեք չես իմանա, թե այն ուր կտանի, նշել է Վիլմորը վերադարձից հետո։ Չնայած անկանխատեսելի փոփոխություններին, նրանք հաջողությամբ վայրէջք կատարեցին Ֆլորիդայի ափերին։ Սոնին նախկին ռազմածովային օդաչու է։ Իր գործունեության ընթացքում տիեզերքում անցկացրել է 608 օր, ինչը երկրորդ ցուցանիշն է ՆԱՍԱ-ի պատմության մեջ։ Նա նաև սահմանել է ռեկորդ կին տիեզերագնացների շրջանում, բաց տիեզերքում անցկացնելով ավելի քան 62 ժամ։ Շատերը կարծում էին նրանք թոշակի են անցել, բայց ոչ։ Լոս Անջելեսում սպասվում է տարվա ամենաաղմկահարույց երաժշտական վերամիավորումներից մեկը։ Հանրահայտ Flight of the Conchords կատակերգական դուետը 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդես կգա հարավային Կալիֆոռնիայում։ Նորզելանդացի արտիստներ Բրեդ Մաքքենզին եւ Ջեմեյն Քլեմենտը կմասնակցեն այս տարվա Netflix is a Joke փառատոնին, ինչը մեծ իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում։ Գրեմիի դափնեկիր այս խումբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց HBO-ի իրենց համանուն հեռուստաշոուի շնորհիվ։ Նրանք վերջին անգամ միասին ելույթ են ունեցել 2018 թվականին հատուկ թողարկման շրջանակում։ Այս վերադարձը համարվում է փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը։ Բացակայության տարիներին արտիստները ձեռքերը ծալած չեն նստել
եւ հասել են զգալի հաջողությունների տարբեր ոլորտներում։ Ջեմեյն Քլեմենտը հաջողությամբ աշխատել է What We Do in the Shadows ֆիլմի եւ սերիալի վրա, մինչդեռ Բրեդ Մաքքենզին նույնիսկ Օսկար է նվաճել։ Սա բացառիկ հնարավորություն է կրկին վայելելու նորզելանդական յուրահատուկ հումորը հենց Լոս Անջելեսում, մի վայրում, որտեղ կատակերգությունն ու երաժշտությունը միաձուլվում են մեկտեղ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Վիրջինիա Բիչում մի քանի անցորդներ օգնության են հասել մի կնոջ, որն իր ամենագնացով հայտնվել էր սառցե ջրերի մեջ։ Դրամատիկ փրկարարական գործողության ընթացքում նրանք կոտրել են դիմապակին եւ կնոջը անվտանգ վայր դուրս բերել։ Մանրամասները NBC News-ին պատմել է օգնության նետված մարդկանցից մեկը, ռազմածովային ուժերի երկարամյա փրկարար լողորդը։ Նա այդ պահին պատահաբար մոտակայքում ճաշելիս է եղել։ Ամերիկացի հայտնի գրոսմաստեր Դանիել Նարոդիցկու մահվան գործով ցնցող մանրամասներ են հայտնի դարձել։ 29-ամյա շախմատիստի օրգանիզմում հայտնաբերվել է մի քանի տեսակ արգելված խթանիչներ, այդ թվում մետամֆետամին եւ ամֆետամին։ Շախմատային հրաշամանու կին անգիտակից վիճակում հայտնաբերել էին ընկերները իր տան բազմոցին։ Մահից առաջ նա խորը ընկճվածության մեջ է եղել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ ունեցած վեճի պատճառով։ FIDE-ին հետաքննություն է սկսել պարզելու, թե արդյոք Կրամնիկը պատժվելու է իր հանրային հայտարարության համար։ Միչիգանում տեղի ունեցած արյունալի հարձակման վերաբերյալ նոր եւ սարսափազդու մանրամասներ են հայտնի դարձել։ Անցյալ տարվա սեպտեմբերին Թոմաս Ջեյքոբ Սենֆորդը դաժանորեն հարձակվել էր տեղի մորմոնական եկեղեցու վրա, սպանելով 4 անմեղ մարդու։ Նախքան իրական ոճրագործությունը նա բազմաթիվ զանգեր էր կատարել 911 ծառայություն եւ ստահոդ սպառնալիքներ հնչեցրել այլ հոգեվոր կենտրոնների հասցեին իրական հանցագործությունը թաքցնելու եւ ոստիկաններին շփոթեցնելու նպատակով։ Զանգերի ձայնագրություններում հստակ լսվում էր մեքենայի շարժիչի ձայնը, ինչը հուշում էր, որ նա այդ հաղորդագրությունները հայտնում էր իր թրաքով արագ տեղաշարժվելիս։ Դաշնային ներգաղթի գործակալները Մինեսոտայում զենքի սպառնալիքով եւ առանց դատարանի օրդերի բերման են ենթարկել ԱՄՆ քաղաքացու։ Այս մասին հայտնում է Չոնգ Լի Թաոն։ Նա պնդում է, որ գործակալները ուժով բացել են իր տան դուռը ներս մտել հանված զենքերով եւ սաստիկ ցրտի պայմաններում իրեն դուրս հանել փողոց միայն ներքնազգեստով։ Համացանցում շրջանառվող այդ տեսանյութը լայն տարածվել է, այսը կրկին դարձնելով քննադատության թիրախ։ Բարև ձեզ, ես Մանու Հարությունյանն եմ։ Glendale News-ի այս հատվածում այսօր առանձնացրած թվերն առավել հետաքրքիր կլինեն մարզասերներին, որ մարզաձևերն են առավել տարածված ԱՄՆ-ում, որ նահանգում ինչ նախապատվություն ունեն եւ վերջապես հատուկ հետաքրքրվել ենք ինչ են նախընտրում ամերիկաբնակ հայերը։ Եթե ձեզ էլ է հետաքրքիր, շարունակեք հետևել մեզ։ Ազգային մակարդակով ամենատարածված մարզաձևն ամերիկյան ֆուտբոլն է NFL-ը, որին իրենց նախապատվությունը տալիս է ամերիկացիների շուրջ 37%-ը։ Այս մարզաձևի գագաթնակետը համարվող Սուպեր Բոուլը տարեկան հավաքում է ավելի քան 100 միլիոն հեռուստադիտող։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները կիսում են բասկետբոլը NBA եւ բեյսբոլը MLB։ Վերջին տարիներին նկատվում է սոքերի կամ եվրոպական ֆուտբոլի MLS-ի ժողովրդականության սրընթաց աճ։ Կալիֆոռնիան հանդիսանում է երկրի մարզական էպիկենտրոնը, ի տարբերություն Թեքսասի կամ Փենսիլվանիայի, որտեղ ամերիկյան ֆուտբոլը բացարձակ առաջատար է։ Կալիֆոռնիայում բասկետբոլն ու բեյսբոլն ունեն գրեթե հավասար կշիռ։ Նահանգի բարենպաստ կլիման նպաստում է նաև թենիսի, գոլֆի եւ ջրային մարզաձևերի զարգացմանը։ Կալիֆոռնիայի բնակիչների զգալի մասը հետևում է Golden State Warriors եւ Los Angeles Lakers թիմերի մրցելույթներին, բասկետբոլը դարձնելով նահանգի ամենաքննարկվող մարզաձևերից մեկը։ Լոս Անջելեսը որպես համաշխարհային մեգապոլիս թելադրում է իր կանոնները նաև սպորտում։ Այստեղ բասկետբոլը համարվում է քաղաքային մշակույթի անբաժանելի մաս։ Լոս Անջելեսի բնակիչների շուրջ 45%-ը Lakers-ի երկրպագու է։ Բացի այդ, քաղաքում մեծ վերելք է ապրում եվրոպական ֆուտբոլը, շնորհիվ LAFC եւ Galaxy թիմերի հաջողությունների։ SoFi մարզադաշտի կառուցումից հետո ամերիկյան ֆուտբոլը նույնպես վերադարձրել է իր երբեմնի ազդեցությունը, քաղաք բերելով հազարավոր նոր երկրպագուների եւ զբոսաշրջիկների։
Գլենդել քաղաքում պատկերն էականորեն փոխվում է պայմանավորված հայ համայնքի մեծ ներկայությամբ։ Այստեղ եվրոպական ֆուտբոլը, սոքերը, շատ ավելի մեծ տարածում ունի, քան ԱՄՆ-ի միջին ցուցանիշներն են։ Գլենդելի հայերի շրջանում ֆուտբոլային խոշոր մրցաշարերը, ինչպիսիք են աշխարհի առաջնությունը կամ չեմպիոնների լիգան, դառնում են համայնքային հավաքների հիմնական պատճառ։ Բասկետբոլը նույնպես առաջատար դիրքերում է, հատկապես դպրոցական եւ սիրողական լիգաներում։ Հայ երիտասարդությունն ակտիվորեն ներգրաված է տեղական ակումբներում։ Թրամփի վարչակազմի օրոք սպորտային ինդուստրիան շարունակում է մնալ տնտեսական աճի կարևոր խթան։ Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի վերջ ԱՄՆ սպորտային շուկան կհասնի պատմական առավելագույնի էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Այնպես որ զբաղվեք սպորտով, առողջ եղեք ու սպասեք մեր հաջորդ հանդիպումներին ոչ պակաս հետաքրքիր թեմաների շուրջ։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։